Ձեր հարցը ծայրից ծայր նրա մասին է, որ Հայաստանում կան ինստիտուտներ, որ անկախ նրանից, թե վարչապետը որտեղ է կամ ինչով է զբաղված, վարչապետը եւ կառավարությունը հոգ է տարել, որ այդ ինստիտուտները աշխատեն։ Ընդ որում, եթե այն ինչ որ տեղի ունենում Իրանում ձեզ համար նորություն է, Հայաստանի պետական ինստիտուտների համար նորություն չէ, այս իրավիճակը տարիներով է զարգանում եւ տարիներ հիմա եթե դուք հնարավորություն ունենայիք, տասնյակ ուրիշ այդպիսի զեկույցներ կտեսնեիք, որոնք եկել են անցել են վարչապետի աշխատասեղանի վրայով, համապատասխան ընթացակարգերով եւ իհարկե մենք շատ ցավում ենք Իրանի Իսլամական Հանրապետությունում եւ շուրջը տեղի ունեցող իրադարձությունների մասին, արտահայտել ենք, արտահայտում ենք, մենք Իրանում ծավալվող իրադարձություններից մի օր առաջ էլ ենք անվտանգության խորհրդի նիստ ունեցել, մի օր հետո էլ ենք անվտանգության խորհրդի նիստ ունեցել, նախորդ այդ նույն շաբաթը պաշտպանության նախարարը այցով եղել է Իրանի Իսլամական Հանրապետությունում, արտաքին հետախուզական ծառայությունն է ձեր ասած զեկույցը, անվտանգության խորհրդի ներքո բավական երկար ժամանակ գործում է միջգերատեսչական աշխատանքային խումբ, այդ աշխատանքային խումբը երեք չի ստեղծվել, նախորդ օրը չի ստեղծվել, Իրանում նախկինում ծավալված իրադարձություններից առաջ է ստեղծվել եւ այդ աշխատանքային խումբը գործում է ամենօրյա ռեժիմով, ոչ թե մի շաբաթ է գործում, այլ ամիսներով ամենօրյա ռեժիմով գործում է եւ հետեւաբար ձեր հարցի համատեքստում անհասկանալի է ինչի ազգային ժողովի նիստը չենք չեղարկել ընդհանրապես որ գանք այստեղ ասենք հազար ներողություն ինչ որ սադրիչ անկապ հարցեր հնչեն մենք դրանով պետության բանը վտանգենք ինչ եք նիստ անում չեղարկեք նիստը այս երեխեքին ինչ եք վերել այստեղ նստացրել հազար ներողություն ու որ ինձ ասում եք պերաշկի ենք ուտում ձեզնից չի երևում որ ինչ որ հացադուլ հայտարարած եւ քուրց հակած վիճակում եք ինչի գլխներիդ մոխիր լցրած չի ձեր բանի խմբակցության եւ ինչի քուրց չեք հակել կամ ինչի չեք ինքնահրկիզվում ընդհանրապես ես չեմ հասկանում եւ ընդհանրապես ես չեմ տենում պատճառ որ Հայաստանի Հանրապետության կառավարող մեծամասնությունը սեփական քաղաքացիների հետ շփվելուց հրաժարվի ես դրա պատճառը չեմ տեսնում ընդհակառակը քանի որ Հայաստանի Հանրապետությունը ինստիտուցիոնալ երկիր է եւ ինստիտուտներ են գործում եւ ինչ ալոց այդ ինստիտուտների գործունեության հետ կապված հաղորդագրություններ են եղել գիտեք ես ձեզ համար վատ լուր ունեմ երբ որ մենք պերաշկի ենք ուտում եւ այդ տեսանյութը տարածվեց համացանցով այդ թվում միջազգային Մերձավոր Արևելքի մի շարք հարգելի գործընկերներ որոշեցին գնալ եւ հրապարակային ռեստորաններում ճաշել ցույց տալու համար որ իրենց քաղաքացիները անհանգստանալու բան չունեն եւ իրավիճակը կոնտրոլի տակ է եթե չեք նկատել դա ավելի վատ որ չեք նկատել ինչ վերաբերում է զեկույցներին մենք զեկույցներ ստանում ենք ամենօրյա ռեժիմով եւ ելի եմ ասում ընդհանրապես պաշտոնյաները կարող են ենթադրենք դուք այդքան բանի կենտրոնացած եք կարկանդակ ուտելու վրա ասենք ձեր կարծիքով ասում եմ մերձավոր արևելյան շատ հարգելի երկրի շատ հարգարժան ղեկավարությունը ամբողջ կազմով մեր պերաշկի ռիլից հետո որոշեց գնալ ռեստորան եւ նկարահանել դա եւ համացանցում տարածել ինչի համար մեր երկրում ինստիտուտները գործում են գիտեք ինչ պաշտոնյաները այդ թվում քնում են պաշտոնյաները թե չէ բա որ քնում են ով է երկրի անվտանգությունը ապահովում ընդհանրապես ասում եմ մենք ինստիտուցիոնալ երկիր ենք եւ այո արտաքին հետախուզության ծառայությունը իր գործն է անում մնացածը իր գործն են անում եւ մեր պետական ինստիտուտները փառք Աստծո աշխատում են եւ դա շատ կարեւոր ձեռքբերում է Շնորհակալություն երեք երեկոյան ոդքասթ էի
լսում, ձեզ էլ եմ խորհուրդ տալիս ընդհանրապես քննելուց առաջ տարբեր գիտական եւ կրթական թեմաներով ոդկասթներ եմ լսում եւ դա այդ թվում նրա մասին էր, թե չնայած Էյնշտեյնի հարաբերականության տեսությունը շատ ֆունդամենտալ նշանակություն ուներ աշխարհի եւ տիեզերքի ճանաչման համար, բայց ինչպիսի ֆունդամենտալ հարցերում ինքը սխալ դուրս եկավ, շատ ֆունդամենտալ հարցերում, որովհետեւ օրինակ Էյնշտեյնի հարաբերականության տեսությունը հիմնվում էր տիեզերքի ստատիկ լինելու տեսության վրա եւ 50 տարի մոտավորապես պահանջվեց, որպեսզի տեսությունը այդ մասով հերկվի։ Ես նկատի ինչի համար եմ սա ասում, հիմա ոչ մեկ չի գնացել եւ Էյնշտեյնից իր Նոբելյան մրցանակը եւ մյուս դափնիները չի վերցրել, ընդհակառակը ավելի բարձր են գնահատում, ինչու, որովհետեւ իմացությունը ճանապարհ է։ Նա ով չի փոխվում, մի այդպիսի ասացված կա, տգետ նա ով չի փոխվում։ Եթե աշխարհի ճանաչման հիման, աշխարհի եւ միջազգային հարաբերությունների վերաբերյալ մեր պատկերացումները մնային այնպիսին, ինչպիսին են 2018 կամ 19 կամ 20 թվականին, ընդ որում ինստիտուցիոնալ, ոչ թե մեր, այլ ինստիտուցիոնալ Հայաստանի Հանրապետություն։ Այսօր Հայաստանի Հանրապետություն չէր կարող լինել։ Ես էլ եմ ասում, դու սենց որ այս տեմպով գնաք, դուք էսա հասնելու եք 3-րդ դասարանում իմ գրած ոտանավորներին։ Գալու եք, ասելու եք, բա դու 3-րդ դասարանում, հիմա ի ժամանակ էիր դու ստում, թե հիմա։ Ձեր պրոբլեմը նտեղ է, ես էլ եմ ասում, դուք չեք հասկանում, թե ինչու չեք լինելու մյուս խորհրդարանում։ Դուք չեք հասկանում։ Դուք ամեն օրվա հետ ավելի չեք լինելու մյուս խորհրդարանում։ Հələ այն մի մասը գոնե այդքան խելք ունի, չի մասնակցում։ Հիմի ձեր կեսի չափով, տենց կեսի չափով մի հատ ուրիշ խմբակցություն ալնելու, մեկ էլ այնտեղ բանով։ Երրորդ ուժն է, ինչպես ասում են, բանով։ Դավեսկայով մի հատ է երրորդ ուժը ալնելու, որ դուք չեք լինելու։ Դա գիտեք ինչի՞ց է։ Ձեր հարցից է։ Որտեղ դուք չեք հասկանում։ Դուք այսօր ամեն ինչ ընկալում եք նենց, ոնց որ 3 տարի առաջ, 5 տարի առաջ, 10 տարի առաջ, 15 տարի առաջ։ Եվ էտա։ Այո, եւ մենք այսօր ունենք խաղաղություն։ Եվ մենք ունենք այսօր խաղաղություն, եւ մենք հասկացել ենք մի բան, որ եթե մենք մեր խաղաղության երաշխավորը չլինենք, մենք ոչ մեկ երաշխավորը չի լինի, որովհետև մեր խաղաղությունը մենակ մեզ է պետք, մենակ մեզ է պետք, ուրիշ ոչ մեկի մեր խաղաղությունը առնվազն ավելի շատ պետք չի։ Մի քանի տարի առաջ Հայաստանի Հանրապետությունը ուներ անվտանգության երաշխավոր, գրած թղթի վրա, դուք էլ գալիս եք ասում եք, այ այդ անվտանգության երաշխավորին ոչ թե 4-րդ հոդվածի 3-րդ բառի 4-րդ բառի 5-րդ կետով են դիմել, այլ 6-րդ տողի 8-րդ բառի 7-րդ տողով դրա համար բանը, ընդեղի արհեստական բանականություն չի կարող կարդա մենք ինչով ենք դիմել։ Մենք հրաժարվեցինք այդ անվտանգության երաշխավորից եւ դառնանք պետություն։ Որովհետեւ այդ անվտանգության երաշխավորության ողջ շրջանում մենք չենք եղել պետություն։ Մեր վրա խաբարել չի եղել, որ մենք պետություն չենք։ Եվ եթե գիտեք ինչ, փոփոխվող աշխարհում նա ով չի փոխվում, ինքը արժանանալու է դինոզավրի ճակատագրին։ Այո, ես չեմ բացառում, որ այս 6 ամսվա ընթացքում 6 ժամվա ընթացքում կարա իրադրությունը նենց փոխվի, որ շատ գնահատականները վերափոխես։ Եվ այն երկրները, որոնք այդպիսին չեն, իրանք հայտնվում են բաստուրմայի կարգավիճակում, որոնց մանր կտրտում են։ Այո, մենք ինստիտուցիոնը գալիս են կարդում զեկույցը, նենց կարդում է, ոնց որ ինքն այդ զեկույցը գրել։ Ոնց մի րոպե ոչ մեկի մոտ հարց չի, ամբողջ կառավարությունը 3 ժամ նստած ստեղ, 3 ժամն ով է այս ընթացքում այս երկրի անվտանգությունը ապահովում։ Բայց երկրի վարչապետը կդգա միտեղ, քանի ժամ արդեն 2 ժամ սենց հարած կնստի, հա։ Բայց ինչ ենք եկել նստել։
Հələ նայեք ամբողջ կառավարությունը նստած աստեղ, արտաքին գործերը, ներքին գործերը, այնտեղ ընդհանրապես շրջակա միջավայրում ինչա կատարվում էս ընթացքում։ Լսեք, դուք երրորդ դասարանում եք, կներեք 1000 ներողություն։ Շնորհակալ եմ հարցի համար, Տիկին Գալստյան, ձեր հարցի մեջ իրականում մի քանի բանալի բառեր կային, այդ բանալի բառերից մեկը համացանցներ, որովհետև եթե նախկինում դպրոցականների շրջանում այդ հարաբերությունների մասին TikTok-ում կամ Instagram-ում չի եղել, դա չի նշանակում, որ այդ հարաբերությունները չեն եղել։ Այսինքն հերիք է էլի ձևանենք։ Հիմա հարևանը հարևանի հետ շքամուտքում վիճում է, երրորդ հարևանի առաջի գործը արագ գցի TikTok, որ առաջին ինքը բանը հավաքի։ Էս այդ մասով։ Իսկ խնդրեմը կա։ Մենք այդ թեմայով կառավարությունում քննարկումներ ենք ունենում եւ պաշտպանության նախարարությունում մահերի մասով կներեք, բայց եթե բան ենք ասում, մենք եք արձանագրենք, որ վիճակագրության մեջ է նաեւ այն, որ մեր հարգելի զինծառայողը, ասենք օրինակ, տանը, ասենք ինֆարկտից մահանում է։ Ոչ մարտական պայմաններում մահի վիճակագրություն նաեւ է վթարյա ենթարկվում։ Եվ այլն եւ այդպես շարունակ։ Դրա համար մենք պետք է վիճակագրությունը բան անենք, տարբերակենք։ Իսկ վիճակագրությունը այն մեզ մտահոգող, չնայած էդ էլ է մտահոգում, բայց դա այդտեղ բան չես կարող անես։ Առողջական, չնայած էդ էլ առողջության ապահովագրությունը այդ թվում դրա համար է, որ մարդիկ ժամանակ առ ժամանակ ստուգվեն։ Բայց այն մնացած մասերով մեր բանակում դեպքերի թիվը նվազել է եւ հետեւականորեն նվազում է։ Բայց ֆունդամենտալ առումով ես ուզում եմ մենք մի բան արձանագրենք, հետեւյալը մենք միջև մեր մեջ քրեական ենթամշակույթը որպես եկեք խոստովանենք, որ քրեականը ենթամշակույթ չի։ Ենթամշակույթը այն մնացածն է, քրեականը մշակույթ է մեր իրականության մեջ։ Որովհետև այդ թվում հիշում եմ, երբ որ բանի ազդարման մասին օրենսդրությունը ընդունում ենք, ձեր խմբակցությունը այդ ժամանակ ընդեղ էր նստում, ընդեղ էլ ձեր խմբակցության մի падգամավոր կա, վեր կացավ ասեց, չհասկացա, գործ տալու մասին օրենք ենք արդեն ընդունում, այսուր ենք հասել։ Բայց դա մենակ ձեր կուսակցության խնդրեմը չի, դա նաև մեր կուսակցության խնդրեմն է։ Դա ցավոք սրտի Հայաստանում տենց կուսակցություն չկա, որի խնդրեմը չի։ Քանի մենք քրեական ենթամշակույթը եւ բռնության մշակույթը, որի կրողը ուղիղ կամ անուղիղ բոլորս ենք, մենք չենք առերեսվել։ Մենք անընդհատ բան ենք անում։ Բռնության մշակույթով լցնում ենք երեխային, 100 անգամ խոսել եմ, սկսած նրանից, որ հենց լեզուն բացվում է, առաջին բանը այն է, որ երեխեքին սիրելու մեր կամ իրանց հետ հարաբերվելու մեր ձևի մեջ բռնությունը պարտադիր ձև կա, ասենք պետք է կամ ինքը խփի, կամ դու խփես, կամ բայց մենք դրա հետևանքի մասին չենք մտածում։ Նեգատիվով այս քրեական մտածողությամբ 18 տարի մեր երիտասարդության լիցքավորում ենք, հետո ուղարկում բանակ։ Հետո գնում մի հատ լեյտենանտի կամ մայորի կամ գնդապետի բռնում դատում, ասում են դու ինչի՞ չես այս խնդիրը լուծել։ Ես նկատի ունեմ, եթե լրջության մասին եք խոսում, եթե ուզում եք, որ հարցը դիտարկենք խորությամբ, մենք պետք է այս մակարդակ գնանք։ Ես ուղիղ ասում եմ, մինչև Հայաստանում այս քրեական ենթամշակույթը չի դուրս եկել, չեմ ասում, ուրիշների միջից, մեր միջից, ինձնից սկսած մնացածով շարունակած։ Մենք անդադ այդ խնդիրներն ունենալու ենք, որովհետև քրեականը եկեք ենթամշակույթ չի, քրեականը մշակույթ է, ենթամշակույթը այն մնացած հատվածը։ Եկեք լուծենք այս հարցը, այդ լուծելու համար, բայց պետք է առերեսվենք այդ հարցի հետ։ Եթե տենց եք մոտենում հարցին, ես էլ այլ դիտանկյունից նայենք։ Դուք ասում եք, ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ հանցավորության դեմ պայքարի ռազմավարությունը մշակման փուլում է։ Ինչ փուլում է ռազմավարությունը։ Պատասխանը պարզ է, մշակման փուլում է։ Ինչ եք հարցը տալիս։ Հայտարարել է նախարարը, որ մշակման փուլում է։ Երկրորդը, եթե մի րոպե 3 ամիս ռազմավարությունը դուք գիտեք ինչ է, դեսա գնամ 3 ժամից բերեմ այդ ռազմավարությունը։ Երկրորդը, այո, քանի դեռ Հայաստանում կա կուսակցություն, որտեղ զենքի վրա երթվելով են ընդունում կուսակցություն, եւ որտեղ սեփական անդամներին գնդակահարելը սովորական մի հատ երևույթ է, դուք գնացեք ձեր կուսակցության դարդը լացել եք, եկել եք դպրոցների դարդն եք լացում։
Քանի դեռ տենց կուսակցություն կա Հայաստանում, այո այդ խնդրեմը ելնելու է։ Եվ մեր քաղաքական պատասխանատվությունից մեկը այն է, որ ձեր կուսակցությունների նման կուսակցություններ Հայաստանում չլինեն։ Որպես բանի հանցավորության դեմ պայքարի ռազմավարության ոչ ամենաէական, բայց կարևոր մաս։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ հարցի համար։ Մենք մեր օրակարգի բոլոր հարցերը քննարկել ենք, թե տնտեսական, թե քաղաքական, թե տրանսպորտային եւ թե մնացած բոլոր եւ եկել ենք կոնկրետ եզրակացությունների, պայմանավորվածությունների, աշխատանքի հետագա կազմակերպման համար եւ բնականաբար բոլոր հարցերը քննարկել ենք եւ բոլորի հետ կապված կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերել։ Պարոն Դանիելյան, ոչ մի անակնկալ չկա, որ դուք ոչ թե հարց եք տալիս, այլ սադրանքով եք զբաղված։ Եթե դուք ունեք կոնկրետ տեղեկատվություն, ես ուզում եմ իմանալ, թե երբ եւ որ իրավապահ մարմնին եք դիմել, այսինքն ձեր սադրանքներով ես կարծում եմ, որ դուք ուզում եք խնդիրներ ստեղծեք, որ հետո գաք ել այդ խնդիրների մասին խոսեք, հետո նոր սադրանքներ անեք, հետո ավելի բարձր խոսեք այդ սադրանքների մասին, դուք ասիք ինչ մենք կարող ենք փոխանցել մեր, չգիտեմ ինչ ասիք, դուք ոչ մի բան չեք կարող փոխանցել, որովհետև դուք փոխանցելու ոչ մի բան չունեք, կառավարությունը ապահովում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտային արտանման եւ ներմուծման խնդիրները, իսկ եթե դուք այլ ինֆորմացիա ունեք, իրավապահներին պետքա դիմեք, իսկ եթե միջև չեք դիմել, ուրեմն դուք պարզ պրովոկացիայով եք զբաղված, ուրիշ ոչ մի բանով։ Բոլոր այն հարցերը, որ Հայաստանի եւ Վրաստանի օրակարգում կա, բոլոր հարցերը քննարկվել են։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, մեծարգո պարոն վարչապետ, ես եւս ուզում եմ անդրադառնալ ձեր գլխավորած պատվիրակության Վրաստանյան այցելությանը։ Դուք նոր եք վերադարձել թարմ տպավորություններով։ Ակնհայտ է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո բոլորովին նոր իրավիճակ առաջացավ մեր տարածաշրջանում եւ նախկին հարաբերությունները տարածաշրջանի, որ բնութագրվում էին Հայաստան-Վրաստան եւ Վրաստան-Ադրբեջան հարաբերություններ, այսօր էականորեն փոխման միտում ունեն եւ ձեր օգտագործած եզրաբանությամբ տարածաշրջանացման միտում ունեն եւ այդ մասին ըստ ձեր կողմից տարածած հայտարարությունների եղել են քննարկումներ Վրաստանի մայրաքաղաքում։ Ուզում եմ ներկայացնեք, թե ինչպիսին է ընդհանրապես տրամադրությունը Թբիլիսիում, հատկապես Հայաստան-Ադրբեջան առևտրական հարաբերությունների համատեքստում Վրաստանի կատարած կարևոր դերի եւ կատարելիք հնարավոր կարևոր դերի առումով, արդյոք ողջավորություն եւ պատրաստակամություն կա տարածաշրջանացման այս առումով եւ արդյոք Վրաստանում թոթափում են այն մտահոգությունը, որ TRIP ծրագրի իրականացման պարագայում կարող է Վրաստանի տարանցման դերը նվազել, ինչը այսօր փորձագիտական, անգամ կառավարական մակարդակներով քննարկվում է եւ դա բավականին խնդրահարույց է ըստ երևույթին Վրաստանի համար, մինչդեռ մեր կարծիքով չի կարող այդպիսի բան լինել եւ տարածաշրջանացումը հենց այն գործոնն է լինելու, որտեղ բոլորը ունենալու են կարևոր դերակատարում եւ կարևոր գործառույթներ։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ պարոն Թորոսյան հարցի համար։ Նախ ուզում եմ ասել, որ Վրաստանի գործընկերներին մանրամասն եւ ամբողջական տեղեկատվություն ենք փոխանցել, ինչ է տեղի ունենում TRIP նախագծի իրագործման համատեքստում, Հայաստան-Թուրքիա հարաբերություններում, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում, տարածաշրջանային իրավիճակի հետ կապված մեր գնահատականն ենք կիսել նրանց հետ եւ գիտեք, ես կարծում եմ, որ կա դիտանկյունի հարց։ Եթե մենք վերցնենք նեղ գծերի տրամաբանությամբ, պատկերը այլ է, եթե մենք վերցնենք տարածաշրջանի տրամաբանությամբ, պատկերը այլ է։ Որովհետև եթե շատ նեղ գծերի տրամաբանությամբ վերցնենք, երբեմն նույնիսկ Հայաստանի ներսում այդպիսի ընկալում կարող է լինել,
թե ասենք օրինակ բանի տրիպ նախագծի իրագործումը եւ երկաթուղու բացումը Վայոց ձորի մարզի սոցիալ-տնտեսական վիճակի վրա ինչպիսի նեգատիվ ազդեցություն կարող է ունենալ, բայց իրականում ես նկատի ունեմ, որ տեսեք մենք ինչի մասին ենք խոսում, ինչ ենք քննարկում, որ խոսքը վերաբերվում է արևելքից արևմուտք, մասնավորապես Չինաստանից դեպի Եվրամիություն եւ հակառակի ուղղությամբ տրիլիոնների ապրանքի վերաբերյալ։ Եթե մենք տարածաշրջանում 20 հատ երկաթուղի զուգահեռ բացենք 20 հատ էլ ճանապարհ, մեկը չի հերիքի սպասարկելու այդ ամբողջ բեռնափոխադրումը։ Եվ հետեւաբար ես կարծում եմ, որ հիմա շատ լավ պահ է, որ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը այս հնարավորությունը նայեն որպես ընդհանուր հնարավորություն, որովհետև մեզ պետք չի մենք մտածել, որ վայ, ես մի բեռնատարը բա որ ուրիշ երկրով անցնի, մենք $50 կկորցնենք։ Մեզ պետք է ասել, որ եթե հազարավոր, տասնյակ հազարավոր տոննաների, միլիոնավոր տոննաների բեռները, որոնք հիմա ճանապարհ են փնտրում, թե որտեղով կարող են գնալ, եթե մենք Հայաստան, Ադրբեջան, Վրաստան կարողանանք մեր տարածաշրջանը դարձնել գրավիչ, արագ, ապահով անցում, բոլորից եկամուտները տասնյակ անգամներ կավելանա եւ վստահ կարող եմ ասել, որ վրաց մեր գործընկերները այս նույն ընկալումը ունեն եւ ելի եմ ասում, այստեղ մասշտաբի հարց է։ Որտեւ եթե մենք մի բեռնատարի մասշտաբով ենք մտածում, հա պետք է մտածենք այդ մի բեռնատարի $50 շահույթը բայմա ում է հասնելու, բայց եթե մենք մտածում ենք տասնյակ հազարավոր բեռնատարների մասին, այնտեղ արդեն իրադրության ընկալումը փոխվում է, որովհետև երկրներից որևէ մեկը միևնույնն չի կարողանալու սպասարկել այդ հոսքը։ Մենք իրար օգնությունը պետք է խնդրենք, որ մեր մոտ հերթ չառաջանա իրանց մոտ, որովհետև ամեն հերթը նեգատիվ ազդակ է մյուսներին տալիս, որ ստեղով երևի ճիշտ չի գալ, ուրիշ ճանապարհ փնտրենք։ Արձագանք։ Շատ շնորհակալություն, պարոն վարչապետ, ակնհայտ է, որ տարածաշրջանացումը հենց նաև դրա մեջ է դիտարկվում, որ փոխհամագործակցությամբ այո կարողանանք ապահովել կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա հսկայական ծավալով ապրանքների տարանցումը։ Ես մի փոքր հիմա ուզում եմ գալ դեպի ներքին քաղաքականություն, ակնհայտ է, որ օգոստոսի 8-ից հետո 2025 թվականի ներսում էլ մտածողության հստակ փոփոխություն տեղի ունեցավ մեր հանրության մեջ եւ իմ գնահատմամբ գոյաբանական անվտանգային խնդիրները մղվեցին հետին պլան եւ այսօր մարդիկ, մեր սիրելի քաղաքացիները, նաեւ ձեր հետ կենթանի շփումներում, որ հետևում ենք, ակնհայտ առաջ են քաշում իրենց հետաքրքրող այլ հարցեր, կենցաղային, իրենց կյանքին, կենսամակարդակին առնչվող խնդիրներ եւ մարդիկ վստահում են մեր դիվանագությանը, մեր պաշտպանական քաղաքականությանը եւ կառավարության գործունեությանը, այսպիսով գոյաբանական սարսուռ հարուցող հարցը մղելով հետին բլան։ Դուք այդպիսի ընկալումներ, այդպիսի դիտարկումներ ունեք հանրության հետ շփումներում, շնորհակալություն։ Պարոն Թորոսյան, իհարկե ակնհայտ է եւ մենք արձանագրել ենք դեռ 2025 թվականի օգոստոսին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որ Հայաստանի շուրջ խաղաղությունը հաստատված։ Այդտեղ երկրորդ կարծիքը չի կարող լինել, բայց նաեւ մենք պետք է հասկանանք եւ տարածաշրջանում տեղի ունեցողը, այդ թվում մեզ պետք է հուշի, որ եթե հոգ չի տարվում, խնամքի չի ենթարկվում խաղաղությունը եւ կայունությունը, օրերի ընթացքում կարող է ամեն ինչ փլուզվել։ Սա շատ կարևոր արձանագրում է։ Այսինքն այդ բառը, որ ես անընդհատ այդ արտահայտությունը, որ դժվարություն ունեմ հայերեն թարգմանելու, անգլերեն, որ այսպիսի արտահայտություն կա, don't take it for granted։ Այսինքն որպես տենց, որպես պետք է մտածել, հա?
հա որ տենց էլ պետք է լիներ, հա բա տենց էլ պետք է լիներ, տենց ընդհակառակը, եթե ուշադիր ենք եղել մեր դահլիճի այս հատվածի կանխատեսումներով, ընդհակառակ ուրիշ լրիվ հակառակը պետք է լիներ, որովհետև հիմա իրանք ասում են, ինչ եք պերաշկի ուտում, որովհետև իրանք հաշվարկով մենք պիտի բունկերներից սենց վախենայինք դուրս գալ։ Չէ, դե այդ կամ էլ լավ բունկերներից պետք է հիմա այդ իրանց համար մեծ սենսացիա է, որ մենք պերաշկ ենք ուտում, որովհետև մի տարի առաջվա, 2 տարի առաջվա իրանց կանխատեսումները որ լսեինք, հա, մենք կամ պետքա չլինենք, կամ ծայրահեղ դեպքում հիմա օնլայն ռեժիմով պետքա նիստ լներ, ազգային ժողովը ուրիշ բունկերում կառավարությունը ընդ որում հնարավորինս ցակուցրիվ, հիմա մենք բան ենք կարկանդակ ենք ուտում եւ մենք ինչքան կարկանդակ ենք ուտում, իրանց քաղաքական բանը վստահելիությունը փլուզվում է։ Իրանց խնդիրը ու կարկանդակը չի, ոչ էլ տարածաշրջանն է, իրանց խնդիրը իրանք են, որ խորհրդան չեն անցնելու, հասկանում եք։ Մեծարգո վարչապետ, հարգելի կառավարություն, մենք վերլուծելով տնտեսական իրավիճակը երկրի, շատ դրական էմոցիաներ ենք ունենում եւ 7%-ից ավել տնտեսական աճը մեզ հուշում է, որ այս տնտեսական աճի, այո, ինչպես Պարոն վարչապետն է հաճախ նշում, պետք է հոգատարություն ցուցաբերենք այդ աճի նկատմամբ։ Այդ իմաստով ես ուզում եմ երկու թվային տվյալներ փոխանցել ձեզ, որ Հայաստանի Հանրապետությունում 2 միլիոն հեկտարից ավել յուղատնտեսական հողեր ունենք, որոնց մոտ 22%-ը վարելահողեր են, այսինքն 444,000 հեկտար։ Նրանից 222,000 հեկտարը մշակվում է, բայց մյուս կեսը չի մշակվում։ Սա շատ լուրջ ռեսուրսային ներուժ է մեր ապագա տնտեսական զարգացման համար։ Եվ այս ներուժը օգտագործելու մեր հնարավորությունները մենք պետք է մշակենք։ Խնդրեի կառավարության ներկայացուցիչների պատասխանել։ Մենք տեսնում ենք կամ ունենք տեսլական, ինչպես անենք, որ նոր տեխնոլոգիաների գործարկման ընթացքում, նաև ներգրավելու շնորհիվ կարողանանք դա այս տնտեսական ներուժը ժամանակի ընթացքում աստիճանաբար օգտագործել իշա Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ պարոն Բագրատյան հարցի համար։ Տեսեք, ձեր նշած վիճակագրությունը վարելահողերի հետ կապված ունի մի հիմնական պատճառ։ Այդ ռոռոկման ջրի հետ կապված այն խնդիրներն են, որը մենք ունենք։ Եվ մեր պատկերացումն այն է, ինչպես նախորդ 5 տարվա շրջանում, օրինակ, կարող է համատությունս նույնիսկ այդքան էլ ադեկվատ չթվա, բայց կարծում եմ սա շատ կարևոր է։ Ինչպես նախորդող շրջանում մեր առաջնահերթությունը, ամենակարևոր առաջնահերթությունը խաղաղության օրակարգն էր, որը մենք իրականացրինք, հաջորդ 5 տարվա մեր ամենակարևոր առաջնահերթությունը պետք է լինի մեր ջրային ռեսուրսների կոնսոլիդացումը եւ կառավարումը, որովհետեւ ձեր ասած 200,000-ից ավել հեկտար հողը մինչև մենք ջուր չհասցնենք այնտեղ եւ ջրի կառավարման, ջրի հետ հարաբերվելու նոր կուլտուրա չորթեգրենք, դա իրատեսական չի։ Որովհետեւ ինչի չեն մշակվում այդ հողերը, որովհետեւ խոնավությունները հիմի նաեւ անկել են, որովհետեւ եթե նախկինում խոնավության մի մակարդակ կար, որ կարելի էր փորձի համար ծորեն գցել տենալ հələ ինչ ալնում, հիմա լրիվ անիմաստ է դառնում դա։ Եվ հետեւաբար ընդհակառակը մենք խնդիր ունենք, ես օրինակ նույն Երգնաձորի Վայոց ձորի մարզով գնալիս, այդ սարերի լանջերը, որ տեսնում եմ, այդ արևկող լանջերը, ինձ մոտ հարց առաջանում, իսկ ինչու այդտեղ չպետք է լինեն հազարավոր հեկտարներով այգիներ։ Եվ ինչու իմիջայլոց նաև այս հարցը հենց օդից չի, որովհետև այդ լանջերում եւ բարձրավանդակներում, այդ թվում ուղղաթիռով թռնելիս տեսնում եմ, որ որոշակի ներդրումային ծրագրեր են արվել, եւ սենց կտոր լավաշի նման ինտենսիվ այգիներ են բան արել։ Եվ եթե այնտեղ տենց մարդիկ ներդրում են արել եւ այդ բարձրավանդակում այգի են ստեղծել, նշանակում է դրա արևկող լանջը միանշանակ կարող է լինել այգի։ Որ պարագայում ընդ որում այնպիսի բերքատու եւ այնպիսի բարձրորակ բերքի այգի, որ միլիոնների օգուտներ կբերի տարածաշրջանում այդ գործունեությամբ զբաղվող։ Դա հնարավոր է արդյոք։ Միայն մի պայմանում, եթե մենք ջուր հասցնենք այնտեղ, դա հնարավոր է արդյոք։ Եթե նույնիսկ մենք ջրային ռեսուրսները կուտակենք, բայց ջուր օգտագործենք այնպես ինչպես հիմա ենք օգտագործում, դա մեկը անհնար է։
Չենք կարողանալու, որովհետև պետք է ինտենսիվ այգեգործություն եւ ինտենսիվ ռոռոկման տեխնոլոգիաներ կիրառվեն։ Ջուրը այդ հարցի պատասխանը ջուրն է։ Եվ ել եմ ասում, առաջիկա հաջորդ 5 տարվա մեր իհարկե միակ առաջնահերթությունը չի լինելու, բայց ամենամեծ որ ընդհանրապես աղքատության էջը Հայաստանում ընդհանրապես փակվի, բառից բուն իմաստով, դրա ձևը դրա բանալին ջուրնա եւ ջրի կառավարումը։ Եվ մենք մեր նախընտրական ծրագրում դա որպես կարևորագույն առանցք անպայման կֆիքսենք։ Արձագանք համեցեք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, ամբողջովին համամիտ եմ ձեր կարծիքի հետ։ Եկի պետք է նաև մենք ուսումնասիրենք այն երկրների փորձը, որոնք անցան այս ճանապարհը։ Իրենք էլ ջուր չունեին, եթե հիշում եք մի հայտնի ռիտ կա, որը Գոլդա Մեյերն է Իսրայելի վարչապետը, ասում մենք մի երկիր ենք, որտեղ ոչ ջուր կար, ոչ հող կար, ոչ մի բան չկար, բայց մենք ստեղծեցինք այդ ամեն ինչը։ Այսինքն մենք պետք է հասկանանք, թե որ ուղղությամբ ենք դա տանում։ Դուք ճիշտ եք, որ միայն ջուրը չի, որովհետև ջրի խնայողությունը, ջրի ճիշտ օգտագործումը ամենաբարձր մշակույթն է պահանջում։ Այսինքն այդտեղ նաև եւ կադրեր, եւ աշխատանք, եւ սովորել, կրթություն, միջազգային փորձ այդ բոլորը համադրելով պիտի անենք։ Իմ ասացի նպատակները, որ մենք աստիճանաբար սկսենք այդ ուղղությամբ աշխատանքները աստիճանաբար կայացնել, որ ձեր ասած հաջորդ 5 տարում այլևս պատրաստ լինենք ամբողջովին այս ռեսուրսային ներուժը օգտագործենք մեր տնտեսական զարգացման համար։ Շնորհակալություն։ Շատ լավ, հիմա մենք ըստ էության նաև նախընտրական խոստումների հաշվետվության փուլը, պարոն Պապայանը ինձ կուղղի, եթե ես սխալվում եմ, եթե հիշում եք 2021 թվականի նախընտրական ծրագրում մենք տարեկան 1000 հեկտար ինտենսիվ այգի ստեղծելու խոստում ունեինք եւ կատարված այդ խոստումը։ Կատարված այդ խոստումը գերակատարված է։ Ընդ որում այն ժամանակ, որ ասում ենք տարեկան 1000 հեկտար ինտենսիվ այգի, այդ մեզ մի հատ այնպիսի անհավանական թիվ էր դնում, ասում ենք, բայց չէ, պետքա մեծ ջան գործադրենք, հիմա դա արդեն իրականություն է։ Դա նշանակում է, որ տարեկան 1000 պետքա դարձնել տարեկան 2000 եւ այլն եւ այդպես շարունակ, բայց էլի առանց ջրի նկատմամբ մեր ընդհանուր վերաբերմունքի փոփոխության դա մի X պահի կկանգնի, որովհետեւ կպարզվի, որ փողը կա, հողը կա, բայց եթե ջուրը չկա, դա չի լինի։ Իսկ ջրային ռեսուրսները լավ լուրն են, որ ջրային ռեսուրսներ մեր լեռներում գոյանում են։ Խնդիրն է նա, որ դա էֆեկտիվ կուտակել եւ էֆեկտիվ օգտագործել, որովհետեւ մեկը առանց մյուսի հնարավոր չի։ Մենք կարող ենք ունենալ նույնիսկ այսօրվա մեր կուտակած ռոռոկման համար բաց թողենք երապատիկ ջուր, կարա դա մեզ չօգնի։ Մեր ջրի կեսը կորսվում է մենակ։ Եվ երբ որ մենք այն պահերին, այդտեղ մենք մեր սխալն էլ պետք է ընդունենք, որ մենք ամեն անգամ, երբ որ ուզեցել ենք սկզբունքային մոտեցում ցուցաբերենք, ասել ենք դե լավ մարդկանց սոցիալական հարց առաջանում եւ այլն, մի քիչ թե աճ փակենք, գյուղացի մեր հայրենակ, բայց լավություն չեն կարել իրանց դրանով։ Հիմա պետք է անենք այդ լավությունը, որ ընդ որում ես էտել խոստովան եմ։ Օրինակ 2018-19 թվին, երբ որ ես գնում էի գյուղեր եւ մարդկանց հետ սկսում էի խոսել, որ կաթիլային ռոռոկում ինտենսիվ գյուղատնտեսություն, այն ժամանակ նույնիսկ ինչ որ նյարդ կար մարդկանց ռեակցիայի մեջ։ Իսկ հիմա որ գյուղ գնում ենք, իրանք ասում են օգնեք այդ տեխնոլոգիան ու ես խնդրում եմ մենք այս փոփոխությունը չթերագնահատենք, որովհետեւ երբ որ մարդիկ իրանք են արդեն ասում, լսեք, մեզ օգնեք այս տրանսֆորմացիան գյուղատնտեսության նշանակում է նախ մեր քաղաքական ուղերձը տեղը հասել եւ մենք հիմա մարդկանց կողքին պետք է կանգնենք, որ այդ ինտենսիվ գյուղատնտեսությունը մեծ ծավալներով Հայաստանում զարգանա։